5 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան մի քանի հետաքրքիր զարգացումներ, մասնավորապես Կարմիր խաչը հնարավորություն ստացավ երկարատև դադարից հետո տեսակցել հայ գերիներին, սա շատ անակնկալ տեսակցություն էր, ընդ որում կարճ ժամկետում փոխհամաձայնեցված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակի հետ։ Եվ նաև ունեցանք բացասական զարգացում առողջականի հետ կապված խնդիրներ, որը սուր արտահայտություն ստացավ Վագիվ Խաչատրյանի պարագայում, ով տառապում էր նաև սրտային հիվանդությունից։ Եվ արդեն հունվարին մենք ունեցանք 4 անձի հայրենադարձում, բայց նույն օրը երկու վարձկանները հանձնվեցին Թուրքիայի իշխանություններին Սիրիա փոխադրելու նպատակով։ Ինչն է այստեղ կարևոր, որ հանցագործների հանձնումը սա խիստ կանոնակարգված գործընթաց է, դրա առնչությամբ գործում են բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, Հայաստանը Սիրիայի հետ ունի իրավական աջակցության օգնության վերաբերյալ համաձայնագիր, բայց այս համաձայնագրի առարկան դատարանի ներկայացնելու նպատակով քրեական արդարադատության շրջանակում համագործակցությունն է եւ կոնկրետ փաստաթուղթ, որը կկարգավորի պատժի կրման նպատակով հանցագործի հանձնման ինստիտուտը պարզապես գոյություն չունի Հայաստանի եւ Սիրիայի միջև։ Չնայած նաեւ իրավական հիմքի բացակայությանը մենք տեսանք, որ վարձկանները հանձնվեցին, նրանք ոչ թե տրամադրվեցին օրինակ Սիրիայի դեսպանատանը, հյուպատոսական ծառայություններին, այլ մեկ այլ պետության ներկայացուցիչներին իրենց քաղաքացիության երկիր վերադարձնելու նպատակով։ Եվ այս ժամանակագրական համընկնումը եւ իհարկե այլ հարակից իրադարձություններ թույլ են տալիս վերլուծական մակարդակով պնդելու, որ սա ոչ թե գործարք էր, այլ ոչ թե մարդասիրական քայլ, եւ մենք չենք տեսնում, որ ավտոնոմ կերպով գերիների խնդիրները ստանում են իրենց լուծումը առանց քաղաքական նշանակություն ունեցող հարցերում փոխպայմանավորվածություններ ձեռք բերելու։